Ասեք ձեր անունը։ Նարինե Մկրտչյան 2023 թվականին ID բանկի ռոքեթլայնի միջոցով իմ անունով վարկ է ձևակերպվել, կիբերհանցագործություն է եղել HiPost-ի հավելվածի միջոցով։ Դուք եւս phishing-ի զոհ եք։ Այո, ես իրեի վաճառում լիստեյեմ կայքով եւ WhatsApp-ով ինձ գրեց ոմն չնայած համարն էր գրված, անունը չկար եւ ոչ հայկական համարով, բայց խնդրեց, որ վաճառքը կազմակերպենք առաքումով, քանի որ ինքը Հայաստանում է, բայց մարզում է, դժվար է իրեն գալը։ Ես չտրամադրեցի քարտից տվյալները, չվստահելով, մտածելով, որ խաբեություն է, բայց ինքը ասաց, որ այդ դեպքում HiPost-ի առաքման ծառայություն գոյություն ունի, կարող ենք այդպես կազմակերպել եւ ուղարկեց հավելվածը, որ ես անցա հղումով, բայց մինչեւ անցնելը զանգեցի ես HiPost եւ ճշտեցի, հաստատեցի, որ ունեն նման ծառայություն։ Դրանից հետո անցա հղումով եւ հայտնվեցի այս ծուղակում, ոնց որ բոլորը իմ նման շատ-շատերը։ Ասում են, որ բանկերից ոչ մի արձագանք չի լինում։ Ինչ-որ հույս ունեք, որ արձագանքը կլինի։ Ոչ, ես դիմել եմ, հենց այդ պահին դիմեցի ID բանկ, ինձ շատ ուշ լսեցին, հասկանալով, որ խնդիրը շտապ է, բայց այդ պահին չսպասարկեցին ինձ։ Ես կտրոն քաշեցի եւ մնացած բոլորի նման սպասեցի։ Ու այդ ժամանակ, երբ որ ես կասկածեցի, որ խաբեություն, այդ ժամանակ եմ հենց բանկ գնացել այդ հղումով անցնելուց հետո։ Բայց ինձ ասացին, որ չկա, չենք տեսնում, ձեր անունով վարկ չկա ձևակերպված, ոչ մի ինֆորմացիա չտվեցին։ Եվ ես իմացել եմ, որ իմ անունով վարկ կա մեկ ամիս հետո, երբ որ ինձ ծանոթում եկավ, SMS եկավ, որ իմ վճարման օրն է։ Այդ ժամանակ նոր դիմել եմ ոստիկանություն, բայց բանկից ոչ մի դրական արձագանք, որ կօգնեն, ոչինչ ինձ հստակ ոչ ոստիկանությունից։ Ոստիկանությունում այնտեղ քրեական գործ հարուցվեց, ինձ ճանաչեցին տուժով, բայց ճիշտ ասած, էլի միջև հիմա այդքանով սահմանափակվել է ամեն բան։ Այո, ոչ մեկ իմ հետ կապի դուրս չի եկել, ոչ մի տեղեկություն չունեմ, ինչ ընթացքում է գործը եւ ինչ սպասեմ։ Բայց ունեք սպասելիքներ, որ ձեր ձայնը տեղ կհասնի։ Հուսամ հիմա այսքան մարդ, որ հավաքվել ենք, չգիտեմ, սա է հույսս, որ Մհեր Կարագյոզյանի շնորհիվ, որ բարձրաձայնում են բոլորիս խնդիրը, հուսով եմ, որ կլսեն մեզ, գոնե այս անգամ։ Շնորհակալ եմ։